Ալվին Թերը, Մաքսանս Կարլիեկա հանդիպման բար ընթանում է Արադ Սարդարապատ հանդիպում եւ Սարդարապատը բացել է հաշիվը Կարլիե փոխանցում վտանգավոր է եւ գոլ բացվում է հանդիպման հաշիվը եւ Արադ Արմենյան Նալյուն Նդուրի ջանքերով կարողանում է առաջ հիմա տեսնենք կրկնապատկերը այոն գոլ լավ փոխանցում կատարեց դեպի Կարլիեն վերջինս դեպի Տուգանային հրապարակի կենտրոնական հատված, իսկ այնտեղ արդեն Նդուրը խնդիրներ չունեցավ, Գոր Լուլուկյանը չկարողացավ հասնել Կարլիեի հետևից, բաց թողեց, իսկ Նդուրը նորից Պետիկ Մանուկյանի հետ պայքարում կարողացավ առավելության հասնել եւ գրավել դարպասը։ Հրաշալի կազմ ունի Արադ Արմենյան, կազմի խորությունը բավակ Սա տեսեք Պոլ Այոնգոյի սխալից պաստորեն Ժիրայ Շաղոյանը ծավալի որոշման հետ ախնդրեմ եւս մեկ անգամ ինքնապատկերը Այոնգոյի ամփույթ գործողությունը այնտեղ կարծեք թե անդրադարձ է Սան եւ Մաքսանս Կարլիեն համար 17 նրանց օգնում է Բեռնարդու Դիասը կա երկրորդ խաղակեսի մեկնարկը աչից աշդակը եւ շարժվում է առաջ Լիման Արթուր Սերոպյանը մոտենում է Տուգանային հրապարակին Լիմա փոխանցում թիկունք Դիաս հարված ու գոլ Բեռնարդու Դիասը դառնում է գոլի հեղինակ եւ հակագրոհը Սանդրո Լիման մտավ Տուգանային հրապարակ Աթարպայից լավ փոխանցում կատարեց Բեռնարդոին եւ Վերջինս էլ հաշվ է նկատ հարվածով գնդակը դրեց Ալեքսանդր Միշիևի պաշտպանած դարպասում 2-1 եւ հանդիպման 82-րդ րոպեն է Ուրարտուր այս խաղում երկրորդ անգամ հայտնվում է հաշվի մեջ հետապնդողի դերում Ռեժիմ խնդրում է սպասել հիմա արդեն վերջ հաղթում է Արադ Արմենյան առաջնությունում երկրորդ հաղթանակ